Նշանավոր զինվորական գործիչ Իվան Լազարևը Հովհաննես Լազարյանը ծնվել է 1820 թվականի հոկտեմբերի 17-ին Շուշիում։ 1839 թվականից անցնում է զինվորական ծառայության որպես շարքային։ 1850-1865 թվականներին ռազմավարչական ղեկավար պաշտոններ է զբաղեցնում Դաղստանում։ Լեռնականների ապստամբությունները հաճախ հանդարտեցնում էր հեղինակության շնորհիվ, առանց զենքի։ Հանձնվելու պայմանները քննարկելու համար Շամիլն անձամբ իր նստավայր Գունիբ է հրավիրում միայն Լազարևին։ 1866-68 թվականներին դիվիզիայի հրամանատար էր։ 1868 թվականից գեներալ լեյտենանտի կոչումով Կովկասյան բանակում էր։ 1877-78 թվականներին ռուս-թուրքական պատերազմի Բայրակդարյան զորաճոկատի պետն էր։ Գլխավորում է Կարսի գրավումը, արժանանում գեներալ Համհարզի կոչման, նշանակվում Կովկասյան բանակի կորպուսի հրամանատար։ 1879 թվականին Թուրքմենստանյան էքսպեդիցիայի հրամանատար էր։ Մահացել է 1879 թվականի օգոստոսի 14-ին։ Թաղվել է Թիֆլիսի հայկական մայր վանքի բակում։ 1938 թվականին նրա գերեզմանը վանքի հետ միասին ոչնչացվել է, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է 19-րդ դարի նշանավոր զորավար Իվան Լազարևին, կամ ինչպես նրա իսկական անուն-ազգանունն է Հովհաննես Լազարյանին։ Մեր հաղորդման հյուրն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։ Բարի գալուս, պարոն Պետրոսյան, շնորհակալություն հրավերի ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, մեր հաղորդաշարի ընթացքում անդրադարձել ենք մի շարք գեներալների, մի շարք զորավարների, եւ արդեն մեր հեռուստադիտողները տեղյակ են, որ առնվազն տասնյակների հասնում, մասնավորապես 19-րդ դարում փայլուն մարտական ուղի անցած մեր հայրենակից գեներալների թիվը։ Սակայն թե բուն Ռուսաստանում, թե ընդհանրապես ինչու՞ չէ, համաշխարհային ռազմական պատմության մեջ դուք իհարկե ինձ կուղեք, հազվադեպ են այն զինվորականները, ովքեր շարքային զինվորից հասել են գեներալ լեյտենանտի գեներալ Համարզի այդ բարձր պաշտոնների։ Եվ մյուս կողմից նաև այնքան էլ շատ չէ այն զորավարների գեներալների թիվը, ում մոտ զինվորական այդ կոչումներ պարգևեր ստանալը ամեն տարի կամ շատ հաճախ կարծես թե ավանդույթ էր դառնում, եւ կոնկրետ Իվան Լազարևի համար այդ պարագան նրա կյանքի անբաժանելի մասն էր, եւ ձեր պատասխանելուց առաջ նրա խոսքը ցանկանամ մեջ բերել, երբ նրան այսպես մեղմ ասած չսիրողները նախանձները կամ ասում էին, որն է այդ Ղարաբաղցի համեստ հայի այդ գաղտնիքը, ով է նրա ետևում թիկունքում կանգնած, որ անընդհատ հենց կոչումներ էր ստանում, Լազարևը դիպուկ պատասխանել է. Ես ոչ մի գաղտնիք էլ չունեմ, իմ ետևում զինվորներն են, իսկ զառիթափին առջևում թշնամին։ Հենց այնտեղ էլ ընկած են այդ կոչումներն ու պարգևները։ Պետք է միայն վերցնել դրանք։ Հումորով, սակայն դիպուկ եւ տեղին հայկական ռազմարվեստի ամբողջ պատմության ընթացքում հայտնահաբետից սկսած մենք շատ քիչ ենք ծառայել մեր պետությանը եւ ավելի շատ գործիչներ ենք տվել այլ պետության։ Նա որ ժամանակաշրջանում այդպես միանշանակ չասենք, հերոստատիտողի մոտ էլ այդ տպավորությունը ստեղծի։ Երբ մենք պետականություն ենք ունեցել, ծառայել ենք մեր պետությանը, այդպես ձևակերպենք։ Բայց մեր պետականությունն ունենալու պարագային էլ մեր այրուձին պատերազմական գործողությունների էր մասնակցում, թե Պարսկաստանի արևելքում, թե այլ երկրների տարածքում։ Մեր պետության դաշնակիցներին պետք է օգնեինք։ Որպես դաշնակից, այո, Եթե ամենալավը մեր այրուձին էր, ով պետք է մասնակցի։ Մեր այրուձին, որն արևելքում ամենահզորներից մեկն էր, ծառայում էր նաև մեր հարևաններին։ Բայց եկավ մի ժամանակաշրջան, որ Կիլիկիայի հայկական պետականության կորստից անդին ամբողջ փոքր Ասիայի տարածքի վրա ցկված Հայաստանում պետականություն չկար։ Եվ հայերը սկսեցին ծառայել այլ պետությունների բանակներում։ Այդ պետություններից մեկը 17-րդ դարից սկսած դարձավ Ռուսաստանը։ Հայկական դիվիզիոնից, որը ձևավորվեց 1700-ական թվականների առաջին քառորդում,
մինչև այդ միավորի ընդլայնումն ու ռուսական բանակի մեջ կազմացրումը շատ հայեր սովորական զինվորից բարձրացան եւ սկսեցին զբաղեցնել զինվորական բարձր կոչումներ ու աստիճաններ։ Միայն 19-րդ դարում 40-ից ավելի հայեր արժանացել են հետևակի, հեծելազորի եւ քիմիական զորքերի գծով երրորդ աստիճանով գեներալների եւ համարզների 40-ից ավելի համարզների կոչում դա մոտավորապես պատկառելի թիվ է, պարոն Պետրոսյան։ Այո, դա եթե այլ բառերով փորձենք դա ասել, նրանց կոչումները հավասարազոր է ներկա պարագայում մոտ բանակի գեներալի կոչման, որովհետև դրանից վերև ֆելդմարշալներ։ Դրանից անդին Պարոն Պետրոսյան, Ռուսաստանի կայսրության մեջ երևի եթե էթնիկ պատկանելություն, էթնիկ ծագում վերցնենք, երևի ռուսներից հետո երկրորդը մեր հայրենակիցներն են եղել գեներալների քանակով։ Այդ կոչումներով, բարձրագույն կոչումներով եղել են հայերը։ Այդ մարդկանց մենք հանդիպում ենք հատկապես 1830-ից հետո, երբ գեներալական առաջին սերունդը ռուսական իրականության մեջ սկսեց ծառայությունը։ Նրանց արդեն երկրորդ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեր այսօրվա հերոսն է Հովհաննես Լազարյանը կամ պաշտոնական պատմության մեջ Իվան Լազարյանը կամ այսպես պատմական իրականության մեջ մտած Իվան Լազարևը։ Իհարկե նա ոչ Շուշիում ծնված մի պատանի դարձավ այդպիսի մեծ զորավար։ Նա ոչ մի կապ չուներ Լազարյանների ընտանիքի հետ, հայտնի Լազարյանների ընտանիքի հետ, բայց այդպես դասավորվեց, որ նրա ազգանունը նույնպես Լազարյան էր եւ ռուսական իրականության մեջ մտավ Լազարև ազգանունով։ Այո, ծնվել է Շուշիում։ Այո, ստացել է նախնական կրթություն ու վերջ։ Եվ ոչ մի կրթություն դրանից հետո չի նա ստացել։ այլևս ռազմական որևէ կրթություն չի ստացել։ Մտնելով բանակ որպես շարքային 3 տարի հետո ստացել է պրապորշիկի կոչում եւ պատկերացրեք, սա նրա բանակային գործունեության ամբողջ ուսուցումն է։ Այսինքն նրա ակադեմիաները, այսպես ասած, կարելի համարել բուն մարտական գործողություններ։ Մարտադաշտը, բուն բանակ։ Ոչ մի տեսակի ռազմական կրթություն չի Բուն ստացել։ ծառայությունը։ Մենք էլի ենք ունեցել գործիչներ, որոնց մասին խոսել ենք, որոնք կրթություն չեն ստացել ռազմական, բայց գոնե քաղաքացիական, օրինակ ասենք, երբ Արշակ Տեր-Ղուկասովը ստացել էր երկաթուղայինի ինստիտուտ էր ավարտել, բայց Լազարևը քաղաքացիական կրթություն էլ չի ունեցել։ Լազարևը ընդամենը մի ուսումնարան է ավարտել, ծխական դպրոց, եւ նրա ամբողջ հետագա գործունեությունը եղել է հենց այդ բազայի վրա, որը կոչվում էր բանակ եւ ծառայություն։ Նա կարողացավ պրապորշիկից հետո աստիճանակարգով բարձրանալ։ Եվ երբ մենք խոսելու լինենք նրա գործունեության մասին, պիտի շատ արագ նկատենք, որ նա կազմակերպչական այնպեսի ջիղ է ունեցել, որ նա նշանակեցին որոշակի տարածքի պետ։ Մարդու մոտ այդ զորավար լինելը բնատուր երևի ի վերուս տրված էր։ Բացի զորավար լինելը, նաև կառավարիչ էր։ Նրան նշանակեցին նախ մի փոքր շրջանի կառավարիչ, հետո ավելի մեծ շրջանի կառավարիչ, եւ նա հենց այս գործունեության մեջ ապացուցեց, որ ինքը ոչ միայն զորավարական տաղանդ ունի, այլ նաև կազմակերպչական տաղանդ ունի, եւ սա նկատի ունենալով էր, որ արդեն Դաղստանում նրա գործունեությունը Ձեր ասած շրջանները Դաղստանում էր, չէ՞։ Միանգամից պարոն Պետրոսյան, լեռնականների հետ նրա հարաբերությունները եւ պայքարը խնդրում եմ ներկայացրեք, որպես կյանքի կարևոր փուլ։ Երբ ամբողջ խնդիրը մենք դիտարկում ենք մի տեսանկյունից, որ նա կարողացավ ինչպես իր նախորդ հայ գործիչները լեռնականների հետ ստեղծել որոշակի մոտեցում, որով ասենք նրան սկսեցին ընդունել։ Նա այդ կառավարիչ լինելուց զատ, Ինչից էր գալիս, որ մենք հայերս ենք լեռնային ժողովուրդ։ Միանշանակ, չէ՞ որ հենց ռուս զորավարներից մեկն այդպեսի բնութագիր էր տվել դեռևս Մովսես Արգուտյան երկայնաբազուկին, որ նա դրա շնորհիվ
լեռնական լինելու շնորհիվ կարողացավ Հյուսիսային Կովկասի տարածքում հաջողության հասնել։ Այո, նաև դրա շնորհիվ էր, որ մեր այսօրվա հերոսն էլ կարողացավ Դաղստանում վստահություն վաստակել տեղացիների կողմից։ Իսկ բուն ռազմական գործունեությունը այդ տարիների պիտի նկատի ունենանք, որ նրան պատիվ էր բերել ոչ այնքան այդ բնագավառում, որքան կառավարիչ եւ վստահություն ունենալու հանգամանք, որտեղ եթե մենք նկատի ենք ունենում Շամիլին, Շամիլը ցանկացավ իր հանձնվելու փաստը որպես այդպիսին բանակցել միայն նրա հետ։ Դա գալիս էր նրա այն վստահության պաշարից, որ կուտակել էր որպես կառավարիչ, որովհետև այդ կառավարիչի հետ եթե ոչ ռազմական շփում, գոնե որոշակի թե հերավոր, թե մոտիկ խնդիրներ ունեցել նաև Շամիլը։ Այսինքն, պարոն Պետրոսյան, Եվ Շամիլը նրան հրավիրեց, կներեք ընդհատում եմ, Լազարևը, Իվան Լազարևը կամ Հովհաննես Լազարյանը Կովկասում, մասնավորապես Հյուսիսային Կովկասում ռուսական բանակի գլխավոր հրամանատարը չէր ամենևին, սակայն այդ բանակը կռվում էր կամ այդ բանակի դեմ կռվում էր Շամիլը, որին տասնամյակներ շարունակ չէին կարողանում ռուսական զորքերը հաղթել, եւ Շամիլը ոչ թե ցանկացավ, եթե ճիշտ եմ հասկացել, ոչ թե ռուսական բանակի գլխավոր հրամանատարին հանձնվի, այլ հենց հանձնվի Լազարևին։ Դա էլ է շատ ուշագրավ պարագա։ Բանակցություններ նա կարող էր վարել ցանկացածի հետ, ավելի բարձր աստիճան ունեցող։ Պիտի նկատի ունենանք, որ այդ ժամանակ Իվան Լազարևը գնդապետի աստիճան։ Հա, նույնիսկ դեռ գեներալ էլ չէր, որովհետև նա 1860-ին միայն կստանա գեներալի առաջին կոչումը։ Ինչու այդ շեշտադրում կատարեց այդ հարցի վրա, որովհետև դուրս է գալիս ընդամենը մի գնդապետի, որ ամենևին է գլխավոր հրամանատար չէր, Շամիլը, այդ արյունարբու Շամիլը, խնդիրը կայանում էր, Շամիլը հանձնվեց նրան։ Ամբողջ խնդիրը կայանում էր նրա այդ տարիների պետ եղած ժամանակ այդ տարածաշրջանի բնակչության մեջ ունեցած վստահությունից։ Այն վստահության պաշարն էր, որ Շամիլին հուշեց բանակցություն ունենալ այդ կոնկրետ անձի հետ։ Եվ նրանք բանակցեցին Գունիբում, այո, Իվան Լազարևը գնաց Գունիբ։ Կարծեմ մենակ էլ է գնացել, չէ՞։ Գնաց, մենակ։ Չէ, երկու թիկնապահների հետ է գնացել։ Նա գնաց Գունիբ, նրա ռազմակայանը եւ բանակցություններից հետո իսկ այդ ժամանակ նրա դիմաց նաեւ կանգնած էր Գունիբի դիմաց կանգնած էր Արշակ Տեր Ղուկասյանի գունդը եւ Արշակ Տեր Ղուկասյանի այդ պահի զինվորներն էլ Գունիբի թիկունքի մասից իջան Գունիբի ներսը, Բերթի ներսը, այսինքն իրոք Շամիլը եզակի խնդիր լուծեց, որ բանակցեց Իվան Լազարևի հետ եւ Արշակ Տեր Ղուկասովն էլ նպաստեց, որ նա այլ ելք չուներ, միակ ելքը հանձնվելն էր։ Այսինքն երկու հայերով, երկու հայրենակիցներով, երկու գնդապետ հայերով կարողացան Հյուսիսային Կովկասը տարիներով ռազմական գործողությունների մեջ պահած այո Շամիլին հմպարտ Շամիլին հանձնվել պարտադրել։ Սա էր մեծագույն խնդիրը, որ օրինակ այդ կոնկրետ դեպքում Իվան Լազարևը լուծեց։ Որը մինչ այդ բոլոր գեներալները չեն կարողանում լուծել։ Ռուսական բանակի ոչ մի հրամանատարի չի հաջողվել հաղթել Շամիլին։ Այս է խնդիրը։ Եվ նրա դեմ կռվել է թե Մովսես Արգուտյան երկայնաբազուկը, նա էլ է կարողացել վստահորեն Շամիլին դեմ անել իր Գունիբին, որովհետև նա չէր թույլ տվել, որ Գունիբից նա շարժվի, այլապես թուրքական զորքերը Սևծովից եկող հանդիպելով նրան կարող էին շատ ավելի մեծ կորուստ բերել եւ ամբողջ Հյուսիսային Կովկասի կորուստն էր Ռուսաստանի համար։ Նա փաստորեն ամբողջ մի արշավ կատարեց Կասպից ծովից սկսած մինչև Սևծով Կովկասյան լեռների գլխով եւ փակեց Շամիլի ճանապարհը։ Այսինքն այստեղ մենք պիտի դիտարկենք, որ հայերը բավականին մեծ դերակատարություն են ունեցել հենց այդ ժամանակաշրջանում եւ այդ գործողությունները կատարողներից մեկն էլ եղել է Իվան Լազարևը։ Պարոն Պետրոսյան, հաղորդում պատրաստելուց հանդիպեցի մի տվյալի, որ նաեւ մեր Իվան Լազարևը նկարագրում են նրան որպես Հերակլեսյան այդ կազմվածքի այդ փառահեղ Փարլևան
հաղթանդամ եւ շատ խիզախ։ Նաեւ տեսքն է նրա պատկառազդու եղել լեռնականների համար։ Այո, այդպիսին է։ Այն նկարը, որ պահպանվել է, ցույց է տալիս իսկապես այդ ազդու տղամարդուն եւ դիմագծերի մեջ դու տեսնում ես արդեն կատարյալ հային։ Ինչպիսի նկարներ էլ շարված լինեն սեղանին, եթե նրա նկարն է դրված, ամենամեծ հեռավորությունից դու կասես այս մարդը հայ է։ Այո, նա եղել է լայնաթիկունք, հաղթանդամ տղամարդ եւ իհարկե դա էլ է դերակատարություն ունենում։ Եթե մենք համեմատել ունենք Սուվորովի հետ, որը կարճահասակ, նիհար, բայց նա էլ էր կարողանում անկախ դրանից։ Այս պարագայում մենք զուտ միայն ասենք մարդու կա։ Չէ, նաեւ անձնական Նաև քաջությունը Կրեմլի ժամանակ առաջինն է, չէ՞, մարտի գնաց։ Սովորաբար ժամանատարը գնում էր թիկունքից, բայց այս դեպքում մենք պիտի նկատի ունենք մարդու, որն անձամբ հետ արել գրոհի։ Իսկ այդպիսի մարդու հետևից զինվորը գնում է։ Դե դա էլ երևի հենց նրա հաջողությունների առանձնահատուկ հաջողություններից մեկը։ Պարոն Պետրոսյան, Շամիլի հետ կապված շատ ուշագրավ եւ հետաքրքիր էր ձեր խոսքերը։ Անդրադառնանք այժմ, խնդրում եմ ներկայացնեք Կարսի գրավումը։ Որտեւ Լազարևի զորավարական այդ գեներալական տաղանդը լավագույն կողմերով դրսևորվեց հենց 1877-78 թվականների այդ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ եւ Կարսը ճիշտ է ոչ անկախ Հայաստան պարզե չկար, բայց բոլոր դեպքերում հայկական Կարսը ազատագրվեց թուրքական այդ լծից։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ օդում կախված էր ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Եվ այդ հերթական պատերազմի պատրաստվելու պարագային Կովկասյան կորպուսի հրամանատար նշանակվեց Լորիս Մելիքովը։ Նրա զորասյուների, տարբեր զորասյուների հրամանատարները հայ գեներալներ էին։ Եվ ահա, այն խնդիրը մենք դեռ Արշակ Տեր Ղուկասովի մասին հաղորդման մեջ խոսեցինք, որ Արշակ Տեր Ղուկասովը իր Երևանյան դիվիզիայով ցախ թևից էր շարժվում, որպեսզի թիկունքի մասից մոտենա Կարսին։ Լորիս Մելիքովը ուղղակի դիմացից գնաց դեպի Կարս եւ նկատի ունենք մի հանգամանք, գրոհը առաջին գրոհը չի ստացվել եւ Լորիս Մելիքովի զորքերը հետ քաշվեցին Կարսից։ Պարոն Պետրոսյան, ասում եք չի ստացվել։ Կարսի այդ ամրոցի բերդի նկարները, որ նայում եմ, թվում է, որ սա անառիկ իրոք, որ սա բացառվում է գրավել։ Խնդիրը, որ չի ստացվել զուտ է առումով։ Չէ, դարապես նկատի։ Ռազմավարական խնդիր էր։ Արշակ Տեր Ղուկասովը չկարողացավ հաղթահարել են արգելքը, որ ինքը պիտի հաղթահարեր եւ դուրս գար Կարսի թիկունքը։ Լորիս Մելիքովը ճակատային գրոհով պիտի գնար եւ որոշեցին որոշակի դադարից հետո գրոհ սկսել եւ երբ արդեն երկրորդ անգամ դեպի Կարս ռուսական զորքերը շարժվեցին, հարձակվող զորասյուներից մեկը տանում էր Իվան Լազարևը։ Երբ երեկոն սկսվեց, առավոտից ճակատամարտը սկսվել էր։ Երեկոյան դեռ որևէ նշան չկար, որ բերդը կարող է գրավվել կամ բերդը կգրավվի կամ կընկնի բերդը։ Լորիս Մելիքովը ստիպված սուրանդակի միջոցով հաղորդում է ուղարկում, որ դադարեցրեք գրոհը։ Իվան Լազարևը պատասխանում է. ես մինչև գիշեր մտնելու եմ Կարս եւ հետ չեմ նահանջելու։ Եթե գիշերը չմտա, ուրեմն կմտնեմ լուսաբացին։ Եվ իրոք Լազարևի զորաջոկատը լուսաբացին մտավ Կարս։ Իսկ Կարսը դա անառիկ բերդ է։ Ուներ 600-ի չափ թնդանոթ։ Եվ ժամանակի համար դա մի բերդ էր, որն անհնար էր։ Այո, իր ունեցած ռազմական միջոցներով, իր նշանակությամբ, իր բերդապարիսպներով եւ այն դիրքով, որ ինքը գրավում է տարածության մեջ, այդ բերդը գրավվեց մինչև գրոհը սկսելուց հետո մինչև լուսաբաց գրավվեց եւ դրանում մեծագույն է Լազարևի ներդրումը, որովհետեւ այս դեպքում էլ ինքն անձամբ առաջինների շարքում էր եւ առաջիններից մեկը անցավ բերդի տարածք։
Մենք դրանով ունեցանք շատ կարևոր մի հաղթանակ։ 40 տարի գործեց Կարսի Մարս կոչված պետականությունը։ Վարչական միավոր։ Վարչական մի միավոր, որով Ռուսաստանի կայսրության կազմում, բայց հայկական էր իր բնակչությամբ, մշակույթով էր հայկական, մշակույթով էր հայկական, ինքն ապրում էր որպես հայկական քաղաք, իր արհեստներով, իր ժողովրդով, իր մարդկանցով եւ Եղիշե Չարենցը ծնվեց։ Եվ մենք պիտի նկատի ունենանք, որ անգամ այդ տարիների մեջ ինքը մեր մշակույթին տվեց շատ գործիչներ, որտեղ լինելով զուտ հայկական քաղաք, անկախ նրանից, որ ղեկավարվում էր ռուս ներկայացուցչի կողմից, բայց ինքը հայկական էր ու նաև պետականության առումով կարևոր դերակատարություն ունեցավ։ Դա պետականություն էր։ Կարսի գրավումը այն տարիներին այնքան մեծ նշանակություն էր, որ հանդիպեցի մի տվյալի, որ ռուս նշանավոր երգահան Մուսորգսին Կարսի գրավումից 1 տարի հետո հենց գրել է Կարսի գրավումը հանդիսավոր քայլերգ։ Այսինքն Իվան Լազարևի այդ հաղթանակը ոչ միայն հայության շրջանում հասկանալ է, որ առաջին հերթին մեր համար, այլև ողջ Ռուսաստանի կայսրության մասշտաբով մեծ դերակատարություն է ունեցել։ Պարոն Պետրոսյան, Եվս մեկ անգամ շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար, այսօր նույնպես հերթական անգամ ձեր օգնությամբ ներկայացրեցինք մի այնպիսի նշանավոր զորավար, ինչպիսին Իվան Լազարևն է, եւ որի անունը ցավոք ինչպես հակն է ոչ միայն չի հանրայնացվել, եթե չասեմ գրեթե անծանոթ է մեր հայրենակիցներին։ Նա եզակիներից մեկն է, որ իրոք անծանոթ է։ Նաև լինելով Իվան Լազարև շատ հայերի համար ինքը անճանաչելի է։ Մենք Լազարյաններին գնահատում ենք նրանով, որ նրանք այդ յանը պահում են եւ Լազարյաններ են։ Դրանով արդեն իրենց հայությունը երևում է։ Այս դեպքում ցավոք նա իրոք մեր հանրությանը անծանոթ է եւ նկատի ունենանք, որ նրա եւ գեներալ մայորի եւ գեներալ լեյտենանտի եւ գեներալ Համարզի կոչումները նրան հենց այնպես չեն տրվել։ Ցավալիորեն ինքը անմիջապես Լորիս Մելիքովից հետո նշանակվեց կորպուսի հրամանատար եւ այդ պոստում էլ բավականին լուրջ ծառայություն է ունեցել։ Պարզապես իր նոր նշանակման վայր հասնելու օրը կնքեց իր մահկանացուն։ Թաղվել է Թիֆլիսում եւ ցավոք սրտի հայկական մայր եկեղեցին 1938 թվականին ավերվեց եւ նաեւ պղծվեց նրա շիրիմը։ Եվ մեկ անգամ շնորհակալություն այդ կարևոր լրացման համար։ Հուսանք, որ 100-րդ հաղորդաշարի այս հաղորդումը մեր հայրենակիցների համար եւս մեկ հետաքրքրության առիթ կլինի եւ կծանոթանան Իվան Լազարև, Հովհաննես Լազարյան զորավարի կյանքին եւ գործունեությանը։ Հարգելի հեռուստադիտողներ, 100-րդ հաղորդաշարի այս օրվա հաղորդումը նվիրված էր 19-րդ դարի անվանի զորահրամանատար Կարս ազատագրող Իվան Լազարև Հովհաննես Լազարյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք 100-րդիներին։